Աստված մեր փոխարեն չի աշխատում, այլ օգնում է մեզ։ Հովան Ոսկեբերանի խոսքը այս գրասենյակի կարգախոս ուղեցույցներից է։ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության նախաձեռնող խումբը նոր ծրագիր է մշակել եւ աշխատանքային քննարկման ընթացքում հստակեցնում է անելիքները։ Խոսքը արագ արձագանքման կենտրոնի մասին է։ Երիտասարդները նախ գնահատել են առկա մի շարք գործընթացներ։ Գլոբալացումն ազդեցություն է թողնում փոքր ազգերի, կրոնի, ազգային նկարագրի, մշակույթի վրա։ Աղանդավորական կազմակերպությունները բարեգործական հիմնադրամների անվան տակ հոգևորությամբ են զբաղված, ինչը վնասում է երկրի անվտանգությանը։ Անկախությունից հետո վերածնված եկեղեցական կյանքը դեռ լիարժեք չի վերականգնել հոգևոր անվտանգության շղթայում նախկինում ունեցած դերը։ Նոր ծրագիրը նախատեսում է համախմբել երիտասարդ ուժերին, կապ ստեղծել հայ առաքելական եկեղեցու, պետական մարմինների եւ հասարակական կառույցների միջև երկրի հոգևոր անվտանգությանը նպաստելու եւ հոգևոր ազգային բնույթի խնդիրները լուծելու համար։ Կարեն Պետրոսյանը օրինակներ է բերում, թե գործնականում ինչով է զբաղվելու արագ արձագանքման խումբը։ Մենք ունենք շատ հոգեբաններ, երիտասարդներ, ովքեր հայ առաքելական եկեղեցու տավանորդներ են, իրենք կարողանան օրինակ շատ այլ երիտասարդների հոգեբանական օգնություն տալ։ Մենք կարող ենք մի կողմից հավաքագրել խնդիրներ մարդիկ, ով դրա կարիքն ունեն, եւ ունենք բժիշկներ, որ դրա կարիքը կարող են լուծել, եւ արդեն կունենանք բժիշկների խումբ, եւ այսպես շարունակ։ Տեր-Տաճատ Քահանա Դավիդյանը աշխատանք է տանում երիտասարդների հետ։ Այս անգամ եւս մասնակցեց քննարկմանը գնահատական տալով նախագծին։ Ճիշտ է քննադատական ոգի ներգային, բայց նաև տրական գեցված կա։ Այսինքն լավ է, որ մեր երեխեքը իսկապես կհետաքրքրվին իրենց եկեղեցիով։ Ինչպես կրնանք մեր մասնակցությունը բերել եկեղեցին զորացնելու մեջ, որ տրական գեցված կմնա։ Արագ արձագանքման կենտրոնի նախագծում ներկայացված են գործողությունների ծրագիրն ու անհրաժեշտ ռեսուրսները, տեղեկատվական, մարդկային, ֆինանսական։ Նախատեսվում է ձևավորել մասնագիտացված խորհուրդ, որը կանոնակարգելու է հավաքագրված խնդիրների լուծման տարբերակները։